Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիս ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս առաջխաղացում, ցույց է տալիս երազանքների կատարում, ցույց է տալիս, որ այն կույսերը, ովքեր որ չեն կարողանում ընկերներ գտնել, չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել, 2025 թվականի մայիս ամիսը դուք այդ հնարավորությունը կունենաք։ Իսկ այն կույսերը, ովքեր որ ամուսնացած են, կա ինչ-որ եթե նույնիսկ կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր անձնական հարաբերությունների մեջ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից ձերբազատվել, այդ խնդիրներից ազատվել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կույսեր, 2025 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտում փոփոխություն է լինելու։ Ճիշտ է, մեծ փոփոխություններ չէ, մեծ ֆինանսական հոսքեր չէ, բայց ֆինանսական հոսքեր մտնելու է, որը հետագայում հնարավորություն ունի, որ ավելի շատանա, ավելի բազմապատկվի։ Հնարավոր է այն կույսերով, որ աշխատանք չունեն, հնարավոր է աշխատանքի առաջարկություն լինի։ Գիտեք, ինձ սիրելի կույսեր, խորհուրդ եմ տալիս, հնարավոր է ֆինանսները որոշակի ձևով քիչ լինի, մի հիասթափվեք այդ աշխատանքից, որովհետև հետագայում այդ աշխատանքը ավելի աճելու և բարգավաճելու հնարավորություն կունենա։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամիսը։ Սիրելի կույսեր, հիվանդությունը քնած է, խնդիրներ ու պրոբլեմները քնած են, եթե նույնիսկ առողջական խնդիրներ ցույց է տալիս, որ տիեզերական աստվածային ձեռով այդ առողջական խնդիրները լուծվում են, վերանում են։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կույսեր, 2025 թվականի մայիս ամսին։ Ճիշտ է, դժվարություններ է ցույց տալիս, բայց դուք այդ դժվարություններով որոշակի նպատակների կհասնեք։ Մեծ երազանքներ ցույց չի տալիս, բայց որոշակի ձեր նպատակասլաց լինելու, ձեր աշխատասիրության պատճառով դուք որոշակի հնարավորությունների և որոշակի երազանքների կկարողանաք հասնել։